Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Գյումրու ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։ Պարոն Սիմոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ նույնպես։ Պարոն Սիմոնյան, նախ Գյումրիում վերջի ավականու նիստին անդրադառնանք, տեղի չունեցավ քննորոշման բացակայության պատճառով եւ ամբողջ քաղաքացիական պայմանագրի անդամները, խմբակցության անդամները բացակայում էին։ Կարող է սա հետագայում եւս կրկնվի եւ արդյոք վերջնանպատակն այն է, որ Գյումրիում փորձեն իրենց ուզեց քաղաքապետին բերել, նշանակել, այսինքն process-ները ձեզ ինչ են հուշում, ուր է տանում սա։ Դե բնականաբար իրենց վերջնական նպատակը դա է, պարտությունից հետո իրենք փորձել են ամեն օր մտածել ինչպես կազմակերպել հաջորդ օրը, որպեսզի իրենց սրտի ուզած տեխնազուն կարգվի քաղաքապետ, բայց ես ասեմ, եթե ընդդիմությունը ամուր է, պինդ է, որևիցե բան չեն կարող անել։ Մենք տեսանք այդ կալանավորումներից հետո մանդատները տրվեց, հաջորդները եկան առաջ եւ ամեն դեպքում ընդդիմությունը եթե պինդ է, ոչ մի բան չեն կարող անել։ Այսինքն ձեր կարծիքով չի հաջողվի իշխանությանը, որովհետև ընդդիմությունը հուսալի է եւ հնարավոր չէ, որովհետև շատ են խոսում, որ հնարավոր է մարդագողությամբ զբաղվեն, շատերին քրեական գործերով, այսպես ստիպեն, որպեսզի միանան իրենց կամ դուրս գան ընդհանրապես խմբակցություններ։ Այս վտանգը չկա։ Ես չասացի, որ իրենց չի հաջողվի, ես ասացի, եթե ընդդիմությունը պինդ է, ուրեմն իրենց չի հաջողվի։ Մեր մասով կարող եմ ասել, մենք խնդիր չունենք, ուզում ենք կալանավորել, ուզում ենք չգիտեմ ինչ անեն։ Մենք մնալու ենք այն դիրքերում, որում կանք, որ առաջի օրվանից ասել ենք, որ մեր մասնակցության նվազագույն պայմանն է իշխանազրկել եւ առավելագույնը վերցնել քաղաքի իշխանությունը եւ ստացվել է նվազագույնը եւ մենք հավատարիմ ենք մնում մեր խոսքին եւ մեր բռնած ուղուն։ Իսկ տրամադրությունների առումով Գյումրիում ինչպիսի տրամադրություններ են հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի կալանավորումը եւ ընդհանրապես քաղաքային խնդիրների հետ կապված հիմա ինչպես է վիճակը լուծվում է, այսինքն բնականon հունով ընթանում են աշխատանքները։ Դե աշխատանքները գնում են առաջ։ Քաղաքում ընդհանուր խոսակցությունները սպասողական են, ամեն տեղ խոսում են, որ վաղը չէ մյուս օրը մի նոր բան են հնարելու։ Դե նիստին չմասնակցել արդեն ցույց տվեց, որ իրենք կառուցողական դաշտ չեն ուզում տեղափոխվել եւ իշա գյումրեցու չեն մտածում։ Իրենց մտածելակերպը հետեւյալն է, ինչ կա արվող կամ արվելիք ցույց տանք, որ դրա մեջ կառավարությունը բաժին ունի, այսինքն ամեն ինչ է վերածել գովազդի, ամեն ինչ է վերածել ֆիլմի կադրերի, որովհետեւ ստանան իրենց ուզածը, փոխանցեն վերևներին, որ գիտեք ինչքան մենք այստեղ ամեն ինչ նորմալ անում ենք, տեսեք եւ գովազդ ենք անում եւ ընդդիմության հագագովազդ ենք անում, ցույց ենք տալիս, որ իրենք չեն կարողանում, սա է ընդհանուր, իսկ մենք փորձում ենք չխանգարել կոմունիստական կուսակցությանը քաղաքի կառավարման գործում եւ որ ծրագրերը, որ մտքերը, որ լավն են, միանշանակ նաեւ աջակցում ենք եւ առաջ ենք տանում։ Գյումրու ընդհանրապես ընտրությունները, քաղաքային իշխանությունը ընդդիմությանը վստահել է, բավականին շատ խոսվեց, շատ քննարկվեց եւ վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ հույս կար, որ շատերի մոտ, որ Գյումրու տարբերակը կարող է կրկնվել, բայց իրականում վաղաշաբաթում հաղթեց քաղաքացիական պայմանագիրը։ Ձեր մեկնաբանությունն եմ ուզում գնահատական այս առումով, ինչպես ստացվեց, որ Գյումրի երկուս չեղավ վաղաշաբաթում եւ ինչու պատճառները որոնք էին, ինչու ընդդիմությանը չհաջողվեց ստանալ այն տարբերակը, որը եղավ օրինակ Գյումրիում։ Վերջին ժամանակներում մենք նկատում ենք, որ համայնքի հետևից պարտվելով գնում է իշխանությունը եւ ամեն պարտությունից հետո դասեր է քաղում, թե ինչ չենք արել, որ պարտվեցինք։ Այստեղ շատ կարեւոր է ոչ թե ինչ ենք արել, որ պարտվեցինք, այլ ինչ չենք արել։ Դա նուրբ է, բայց շատ կարեւոր է։ Եվ այդ ինչ չանելներու մեջ իրենք փորձում են անընդհատ պեղել, նորագույն հայտնագործություններ անել, թե ինչպես քվեների քանակը ավելանա եւ ըստ խոսակցությունների, ինչքանով որ ես եւ Գյումրիի եւ Վաղարշաբաթի ընտրություններին ունեցա ակտիվություն եւ ժողովրդի հետ շփում, ըստ խոսակցությունների իրենք ավել անձնագրերով գրանցումներ են կատարել, որովհետեւ նաեւ Մայր Հայաստանի ավականու անդամը դա փաստեց,
ցույց տալով որ իրենց ընտանիքի վրա եւս 6 անձ է գրանցված, այսինքն փորձում են շատ խելոք գտնվել եւ ոչ թե ընդրակեղծիքը անեն այդ լցոնումներով, չգիտեմ, մարդկանց աշկի դեմ այդ բերդ վիճակներով, այլ հակառակ, շատ ծածուկ, նորից եմ կրկնում, դա ժողովրդի մեջի խոսակցություններն են, որը մեկ կետից չենք լսում, ինչքան թաղ մտա ես, ինչքան գյուղ մտա, այդտեղ այդ խոսակցությունները կային, որ իշխանությունը նման գործելավոճ է ձեռք բերել։ Եվ իմ կարծիքով դա հաղթանակ չի, այլ դա հաղթանակի իմիտացիա է, ինչպես որ իրենք ցանկացած հարց վերածում են իմիտացիայի եւ փորձում են իմիտացիայի շնորհիվ մինչեւ այսօր մնալ իշխանության ղեկին։ Իմիտացիա են անում, որ Facebook-յան հարթակներում, սոցցանցերում իրենք մեծ աջակցություն ունեն, այնինչ շատ պարզ հաշվարկ գոյություն ունի, կարելի է 2-3 միլիոն դրամով ստանալ 500-600 հոկանոց ֆեյքերի բանակ եւ ցանկացած գրառման տակ, եթե մարդը առավոտ 9-ից մինչև 6-ը կարող է զբաղվել համակարգչի դեմ, պատկերացնում եք ինչքան լայք, կոմենտ կամ չգիտեմ ինչ կարող է գրել։ Նաև դա է հենց իմիտացիայի վերածելու իրենց բանը, նպատակը, որ ցույց տան, որ իրենք լեգիտիմություն ունեն եւ այլն։ Մեր ունեցած տվյալներով եւ քաղաքացիների հետ շփման եւ քաղտեխնոլոգների հետ եւ քաղաքագետների հետ շփման արդյունքում կա բարձագույն մի այսպես ասած նկար, հա, սխեմա նկար, հա, որում ռուսերեն լավ է հնչում, կարծինկա, որ քաղաքացիական պայմանագիրը ընդամենը ունի 10-ից 15% ռեալ ձայներ, որոնց գումարվում է նաև վարչական ռեսուրսը, թող դե մեկին գործ են տվել, մեկի, ասենք Երևանում ինչքան նախարարություններ կան, ինչքան պետական ապարատին հարող կառույցներ կան, որոնց աշխատակիցները մի հատ խնամի, մի հատ բարեկամ, մի հատ ծանոթ կունենան, մի հատ ընկեր կունենան Էջմիածնում, դա էլ գումար է, թող դառնա 25%, լավ 30%, լավ 5% էլ ավել ասենք 35%, բայց մյուս 16% այդ որտեղից իրենց տվեցին։ Հիմա էլ գալիս է ժողովրդի խոսակցությունները, որ այսինքն կարծում եք խախտումները շատ են եղել։ Տեսեք, ես վերլուծության արդյունքում եմ գալիս այս բանին, ես չունեմ փաստ, բացի այն հրաբարագած տվյալներով, մամուլում որ գցվում եմ, որ իմ տան վրա այսքան պասպորտի հասցե ավել է։ Դա վերցնելով հիմք եւ վերլուծելով իրավիճակը, մենք գալիս ենք այդ եզրահանգման, որ մնացածն էլ այդպես է սարքվում, որ 50+։ Ամենալավ ինդիկատորը ըստ ձեզ ընտրություններին սոցիոլոգներն են, թե հենց մարդիկ են, չէ, որոնք հենց կարծիք են արտահայտում։ Եթե 50+ հավակնություն ունի տեխնազուն կամ քաղաքական ուժը, ուրեմն յուրաքանչյուրս մեզանից կարող ենք գնալ տվյալ համայնք, տվյալ քաղաք, տվյալ գյուղ եւ մտնենք ժողովրդի մեջ խորհրդակցենք։ 2-ից 1-ը մենք լսում ենք քաղաքացիական պայմանագիր անում։ Ես հենց հիմա եմ ասում, որ ինչքան ես շփվել եմ, չկա նման բան։ Դա տեսանելի է, յուրաքանչյուր մարդ կարող է իր տունը նստած այդ վերլուծությունն անի, վերլուծելով իր շրջապատի, բարեկամների եւ թաղի բնակչության կարծիքը եւ հասկանա ամեն 2-ից 1-ը քաղաքացիական պայմանագրի կողմնակից են, թե ոչ։ Եվ հենց այդ ինդիկատորն է։ Ձերություն մարդիկ չգախնազերծեն իրենց ընտրությունը, ձեզ տեսնելով կարող է չասեն դա, բայց խցիկում արդեն քվեարկություն կատարեն օրինակ իշխանության օգտին։ Բայց կարող է նաև հակառակը լինի եւ ընդդիմության օգտին ավելի շատ քվեարկեն, չէ։ Ամեն ինչ հնարավոր է։ Որովհետեւ ես չլինեմ, կլինի Ռուզաննան, կլինի Գևորգը, կլինի Տարոնը, թե ով, իրենք թողանեն, իրենց թաղերում նստած տեղը տան մեջ ասի գնացինք Գայանենց տուն, իրենք ովքեր ինչպես են մտածում, համոզված են, որ 90% ճշգրտությամբ բոլորը գիտեն իրենց մտերիմների, բարեկամների, հարազատների եւ հարևանների կարծիքը, թող համեմատեն, տեսնեն դա 2-ից 1-ն է, թե 12-ից 1-ն է։ Այդ ժամանակ յուրաքանչյուր իր մտքի մեջ կարող է բացահայտել այն սխեման, որը ըստ մամուլում տարածված այդ ավել գրանցումներ, վարչական ռեսուրս եւ տակը ինչ մնաց, այդ արդեն քաղաքացիական պայմանագրինն է։ Այնպես որ ես չեմ համարում, որ վաղարշապատում հաղթել է իշխանությունը եւ նաեւ նույն կարծիքին եմ Գյումրում ասում, որ իրենք չեն կարող այնտեղ 17000 քվե ստանալ։ Բայց փոխարենը տեսեք, եւ Գյումրիում եւ վաղարշապատում հետընտրական զարգացումները կարծեք թե նույնական էին։
հաղթեցին իշխանությունը այնտեղ, բայց կրկին ընդդիմադիրների տան խուզարկություններ, հիշում ենք նաև ձեր հետ կապված Գյումրիում խուզարկություններ անցկացրեցին, սա ինչի մասին է խոսում։ Եթե Գյումրիում իրենք պարտվեցին եւ գուցե պարտությունն էր դրան մղում, վաղարշապատում հաղթել են, ինչու են հետընտրական նման զարգացումներ տեղի ունենում։ Նորից նույն այդ նկարի մեջ պետք է փնտրենք այդ հարցի պատասխանը, որովհետև իրենք փորձում են ֆիլմի կադրեր ձեռք բերել, ոչ թե ռեալ իրական կյանքում հաջողություններ արձանագրել, այլ ֆիլմի կադրեր եւ այդ ֆեյքա տիրույթում փորձեն ցույց տալ, որ ունեն աջակցություն։ Հիմա դրանով իրենք մի քանի հարց են լուծում։ Առաջինը, որ ասում են, տեսեք, մեր թեմ միմիայն քրեական անցյալ կամ քրեական ճանապարհով անցնող մարդիկ են, չկա նորմալ մարդ մեր դեմ պայքարող, ժողովուրդ ջան, ձեր ձայնը վստահելուց իմացեք ում եք վստահում։ Երկրորդը, վախի մթնոլորտ ստեղծել այն նեյտրալ մարդկանց մոտ, ովքեր բանիմաց են, ովքեր սերուցկային են համարվում ազգի ներսում, այսինքն աշխատող են, ստեղծող են, գործարար դաշտից կլինեն, մտավոր դաշտից կլինեն, թե ինչ, որ գիտեք ինչ կա, եթե ոտ դրեցիք այստեղ, կապ չունի, հաղթեք, պարտվեք, միևնույն է, դուք անցնելու եք այս ճանապարհով։ Դե հիմա 10 հոգուց կարող է երկուսը նորից ռիսկ է անում գալիս, 8-ն էլ ասում է լավ շարից փորձանքից հեռու։ Դա երկրորդ նպատակն է իրենց։ Վաղարշապատում ինչի տեղի չունեցավ Գյումրին, որովհետև Գյումրիում 4 ընդդիմադիր ուժերը կադաղի պայքար տարան, իսկ Վաղարշապատում առանձնացավ երկուսը, Հաղթանակ դաշինքը եւ Մայր Հայաստանը, ովքեր անցողիկ շեմը հաղթահարեցին եւ կարողացան ընդդիմադիր ճակատում ցույց տալ, որ պայքար կա։ Եթե երկու ուժել անցներ, ուրեմն բալանսավորումը լրիվ կփոխվեր եւ կշերքը ավելի շատ կծանրանար դեպի ընդդիմության կողմը։ Հիմա չհաջողվեց ինչ-ինչ պատճառներով, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ երկու տեղն էլ պարտություն է կրել։ Բայց կարող է նաև հակառակը լինել, որովհետև նաև անցողիկ շեմը հաղթահարելու քիչ, այսպես ձայներ էր պակասում Հանրապետություն կուսակցությանը, իսկ հաստատ նա չէր միանա ընդդիմադիրներին։ Եթե ընդդիմադիրները մինչ ընտրությունները նստեն մեկ սեղանի շուրջ, ինչպես որ իշխանությունն է անում, քննարկեն, խոսան, յուրաքանչյուր մանրուք հաշվի առնեն, յուրաքանչյուր ձայնի հետ հաշվի նստեն, յուրաքանչյուրը ռեալ գնահատի իր ուժերը եւ հասկանա, որ անցողիկ շեմի հետ կապված խնդիր ունի եւ այդ իր 500-ը 1000 ձայնը միավորելով դառնան 2000-3000 ձայն, ինչքան ուզում է Հանրապետություն կուսակցությունն անցնի, ինչքան ուզում է, չգիտեմ, այլ կուսակցություններ անցնել իշխանամետ, ընդդիմությունը կհաղթի։ Չնայած ասեմ, ընտրություններով չէ, որ պետք է հասկանանք իշխանությունը հաղթել է թե չէ, իշխանությունը պարտված է, քանզի ռեալ իրական լեգիտիմություն չունի այսօր։ Իմիջիայլոց Մայր Հայաստանի հետ կապված վերջին շրջանում է սկսել թիմերի մասնակցել եւ մշտապես երկու դեպքում էլ անցողիկ շեմը հաղթահարում եք։ Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, այսինքն ինչ տեխնոլոգիաներ են ձեզ մոտ օգտագործում ավելի լավ, քան մյուսների մոտ։ Դե նոր ուժ է, գաղափարները վատը չեն, իրենք առանձնանում են ընդհանուրից, հայամետ ուժ է, այսպես ասած, եւ կարողանում է թիմերում գտնել մարդիկ, ովքեր նույնպես սեր ու հարգանք են վայելում եւ փորձում է այդ ավելի կազմավորված գնալ, բայց Վաղարշապատի եւ Գյումրու ընտրություններում իրենք տարբեր են։ Գյումրիում Մայր Հայաստան դաշինքն էր մասնակցում, որը երկու այլ կուսակցությունների միավորում էր եւ դաշինքի տեխնազոն տվյալ դեպքում ես էի, իսկ Վաղարշապատում արդեն Մայր Հայաստանը կուսակցություն էր տարել եւ կուսակցությունով մասնակցեց ընտրություններին։ Այս ընտրությունները ամեն դեպքում թեև դուք կարծում եք, որ չեն հաղթել իշխանության ներկայացուցիչները, իշխանության համար բավականին մեծ ողջավորության առիթ է տվել։ Նիկոլ Փաշինյանը հաղթանակից անմիջապես հետո Facebook-ում գրեց, որ սա իր համար կանաչ լույս է, Մայր աթոռի հետ կապված գործընթացները ոչ միայն մեկնարկելու, նա ասաց, որ մեկնարկել, այլ վերջնանպատակին հասցնելու համար։ Արդյոք կհաջողվի իշխանությանը այդ գործընթացը կաթողիկոսին հեռացնելը, հասցնել ավարտին, հաշվի առնելով Վաղարշապատի ընտրության այս արդյունքները։ Նախ ասեմ, որ կաթողիկոսի դեմ արշավը դա նույնն է, ինչ եկեղեցու դեմ արշավ։ Ես չեմ քննարկում որևիցե դետալ, որևիցե անձնական տիրույթում հարցեր կամ էմոցիոնալ դաշտում, եթե Մայր աթոռի
հետ կապված այդպես հարցակում կամ չգիտեմ գրավում կամ գնանք վեհարան ազատագրենք նման լոզունգներ են պատդվում, ուրեմն դա վնաս է տալիս հայ եկեղեցու անունին եւ հայոց եկեղեցուն, որովհետեւ դրսի ապրողները որևիցե մեկը չի մտնելու դետալների մեջ, բարձի թե այնտեղ ինչ էր տեղի ունեցել։ Լսում է, որ ասում են սրբազանները տերորիստներ են, ել չեն մտնելու, ասելու են դե հիմա տերորիստ են։ Լսում եմ, որ եկեղեցում կան խնդիրներ, որոնք պետք է քաղաքական դաշտով մաքրվել, որը ես անընդունելի եմ համարում։ Ուրեմն շատ վատն է եկեղեցին, այսինքն դա ոնց որ տան հայրը դուրս գա ասի, գիտեք ինչ կա, իմ աղջիկը մարմնավաճառ է, բոլորը դիմացեք, փորձելու կանխելու, ուղղելու կամ եւ դա նույնանման բովանդակ այդ հորը ով կհարգի, ով կընդունի։ Ոչ այն մյուս քուրը կհարգի, ոչ եղբայրը, ոչ մեկ չի հարգում, չէ՞ նման հորը, որ հելում իր ընտանիքին պախարագում է հարևանների մոտ։ Հիմա վրացի քաղաքական գործիչը պետք է մտնի մեր այս մարունկների մեջ հասկանա, թե ինչ է կատարվում եկեղեցի եւ իշխանություն տիրույթում, թե ինչ որ չափով, ինչ որ տոկոսային չափով ֆիքսելու է, որ հայ եկեղեցին, հայոց եկեղեցին, որը առաջին քրիստոնյա ազգն է համարվում, շատ վատն է կամ եւ այլն։ Իսկ ըստ իշխող ուժի ղեկավարի, որ քարտ բլանշ են ստացել էջմիածնիցների կողմից, որ գնան վեհարանը ազատագրեն, այսպես ասած, չարաչար սխալվում են, որովհետև մայրաթորը դա միայն էջմիածնիցիներինը չէ, դա նաև գյումրեցունն է, շիրակցունն է, դա փարաքարցունն է, դա մասիսցունն է, դա վանաձորցունն է, դա երևանցունն է, չէ՞, եւ իրենք բոլոր տեղերը պարտություն են գրել։ Այդ ոնց ստացված, որ միայն էջմիածնի հաղթանակը, այն էլ ես սկզբից նշեցի, որ դա իմիտացիոն հաղթանակ է, դա ռեալ հաղթանակ չէ, ինչպես ստացվեց, որ դա հիմք պետք է հանդիսանա, որ այսինքն դա էլ է իմիտացիա, որ տեսեք վաղաշաբաթում էսպես, ուրեմն ես քարտ բլանշ ունեմ, չունես։ Վաղաշաբաթի հարակից բոլոր բնակավայրերում պարտվել է քաղաքացիական պայմանագիրը։ Նույն փարաքարում, մասիսում, չէ՞։ Հիմա ինչ ասեմ, պետք է բնակչությունը հենց ինքը հետևություններ անի եւ հասկանա, ես գոհ եմ վաղաշաբաթուց նախ ասեմ, որովհետեւ ինքը չի ընտրել իշխող ուժին, ինքը չի ընտրել, դա ուրիշ արդյունքներ են այնտեղ արձանագրված ըստ ժողովրդի տված բաների, ինֆորմացիաների եւ փաստերի։ Հետևաբար վաղաշաբաթուն էլ պետք չի մեղադրել, որ գնացիք ընտրեցիք հասարակ վաղաշաբաթին զորամբողջ 1% է ընտրել քաղաքացիական պայմանագրին։ Մնացյալը բոլորը դեմ են քվեարկել։ Դրանք եղել են իշխող ուժի վարչության այդ անդամներից, բարեկամներից, ասեցի, չէ, ինչքան մարդ կա Երևանում աշխատող նախարարություններում, դպրոցներում, ես չգիտեմ։ Դրանք այդ իրենց ճյուղերինն է, որբիսի պաշտոններից չզրկվեն, որբիսի կարողանան իրենց բարեկեցիկ կյանք ապահովելու համար կստանային։ Ինչ է։ 48%-ից ավելին են, այդքան 48% կլիներ։ Ես նոր ասեցի, որ հասկացած խման բացատրեցիք, բայց ես դրա տրամաբանության մեջ եմ տեսնում ամեն ինչ։ Տեսեք, հայ ազգը լավ բանիմաց ազգ է, խելոք ազգ է, շնորհքով ազգ է, դա այդ իմիտացիաների շնորհիվ է, որ դուրս է գալիս, որ կռվող չի, փախչող է, անինքնասեր է, այդպես չի։ Մեր հայ ազգը շատ լավն է։ Ես շատ եմ շրջագայում տարբեր երկրներ եւ իմ համար հայ տեսակը որպես մարդ տեսակ ամենաբարձր նշումը զբաղեցնում, որովհետեւ ինքը շատ լավ գիտակցում է այսօրվա իշխող ուժի վարած քաղաքականության արդյունքում ինչ ունի եւ ինչ կարող է ունենալ, եւ եթե դուրս ենք հանում այդ մանիպուլյացիաները եւ իմիտացիոն մտքերն ու տեսա այդ կադրերը, հա, ուրեմն կստանանք ռեալ հայի պատկերը, որը մենք ունենք։ Այսօր այն կարգի է բաժանած երկիրը մասերի, որ հային ավելի շատ է ադում եւ պատրաստ է ավելի մեծ վնաս տալ, քան թշնամուն։ Դրա վառ օրինակը փարաքարի դեպքերը, դրանց հաջորդող գերեզմանակարերի կոտրումը, դա սրբապղծություն է, չէ՞, համարվում, որ ուր ենք հասել։ Դուք պատկերացնում եք 2000-ական թվերին մեկը քննիցելներ ասել, որ ես կարող եմ գնալ իմ վատ հարևանի գերեզմանի քարը կոտրեմ ամբողջ ժողովրդով իրան էին մեղադրելու, թե ես ինչ ես անում, բայց այսօր ոնց որ սովորական է դա նայվում։ Մեր իշխանությունը նման է այսօրվա իր վարած քաղաքականությունով, որ
բաժանում է բոլորին անձրևանոցներ, քարոզը տանում, որ տեսեք ես ինչ լավն եմ ձեզ անձրևանոց եմ տալիս, եւ այդ նույն անձրևանոցը հետ է ուզում, երբ որ սկսում է անձրև գալ։ Հիմա այդ է, ինչ անենք։ Նաև Նիկոլ Փաշինյանը վաղարշաբաթի ընտրություններից հետո հայտարարեց, որ սա նաև լավ, այսպես հիմք է իրենց համար 2026 թվականին վերընտրվելու համար։ Ավելին, նա մինչ այդ հայտարարել էր նաև, որ նախկին նախագահները, նրանց թիմակիցները այլևս չպետք է լինեն քաղաքական դաշտում եւ նրանք պետք է հեռանան դաշտից եւ ըստ նրա ժողովուրդը հոգնել է անգամ նախկին ներկա այդ խոսակցություններից, նրանք այլևս չպետք է լինեն եւ խորհրդարանում եւ ընդհանրապես քաղաքական դաշտում։ Դուք ինչ եք կարծում այս առումով, արդյոք նախկին նախագահները, նրանց թիմակիցները պետք է քաղաքական դաշտից դուրս գան։ Դա շատ վատ տրամաբանություն է եւ շատ վատ երևույթ, երբ որ այդ քո վատ տրամաբանությունը դու ցույց ես տնում ամբողջ հայությանը։ Ինչի համար, որտեվ դա նույն այն սև ու սպիտակ բաժանումն է, որը իշխանությունը վերցնելուց շատ կարճ ժամանակ անց իրենք դրեցին, ովքեր այստեղ են սպիտակ են, ովքեր այստեղ չեն սև են։ Եթե օրինակ մի օր որոշի պատարակների ամեն գիրակի տարբեր մարզում գնում, մի օր որոշի գա Գյումրի, դուք դրան ինչպես կվերաբերվեք եւ ինչ եք կարծում գյումրեցիները կգնան այն պատարակին, որտեղ կլինի Փաշինյանը։ Իսկ որտեղ է տեղի բնակչությունը գնացել։ Ոչ մի տեղ է տեղի բնակչությունը չի գնացել։ Գնացել են այնտեղ իրենց համախոհները, այն համախոհները, որոնք տվյալ պահին սնվում են ընդհանուր, ես չգիտեմ ինչ ասեմ, գումարի ամանից ասեմ, չգիտեմ, pedagogan ապարատից ասեմ, մենակ այդ մարդիկ են գնում։ Եվ իմ համար կապ չունի բացարձակ Հովանավանք է գնում, Ջերմուկ է գնում, դե Գյումրի է գալիս, Ջերմուկի իմը չի, ինչ տարբերություն։ Ոչ մի տեղ էլ ոչ մի նեյտրալ մարդ չի գնացել։ Բոլորին, որ նկարները ցույց են տվել, մի տեղից հելել է, այս մեկի աներն է, այս պատգամավորի էս ինչն է, այս մարզպետի այն ինչն է։ Ես չեմ տեսել այնտեղ մի քաղաքացի, որը ունի ընդհանուր շա ֆինանսական կամ այլ եւ ինքը այնտեղ գտնվում է որպես պատարակի։ Ամասենք այնտեղ լիքը մարդիկ են գնացել պատարակի, որոնք քրիստոնեության հետ կապ չունեցող մարդիկ են, այլասերություն քարոզող են, ասենք մարդիկ են, որոնք կարող են ասել, որ թող մեր ու մանուկ ջարդվեն, ասենք ինչի մասին է խոսքը, ասենք ոնց, ասենք մեր ու մանուկը կոտորվի, բայց այնքան որ երկրում իշխանություն չփոխվի։ Նման կարծիք արտահայտող մարդը եթե գնում է այդ պատարակին, ուրեմն իմ համար այդ պատարակը պղծված է։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։